Բարև ձեզ, հարգելի այնակիցներ, սկսում ենք այսօրվա հաղորդումը։ Ազգային ժողով ավարտեց իր ընտրությունները, այժմ մի թեթև անհանգստություն կա, հատկապես ՀԱԿ-ի կողմից առաջ է քաշվում չեղյալ հայտարարելու գաղափարը, ինչպես գիտեք, պատվերով համերգ ստացվեց ամբողջ պատգամավորների ներառում ազգային ժողովում, մի քանի կուսակցություններ, որոնք 5%-ի վրա են, ՀԱԿ-ը 7%, որովհետև դաշինք էր, ՀՀԿ-ն մեծամասնական ամբողջ ընտրատարածքները վերցրեց իր ձեռքը եւ երկրորդ տեղում Բարգավաճ Հայաստանն է։ Այս մանրամասնությունները դուք թերթերից կարդացել եք։ Այս ընտրությունները բողոքարկումը ՀԱԿ-ի կողմից կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ընդունել, հետագայում ինչ դիրք կգրավի, այսինքն ընդդիմություն կստեղծվի նորից միացյալ դաշինքի տեսքով, նորից կսկսի փողոցային ընդդիմության ձևավորումը, մանդատները չեն վերցնի ՀԱԿ-ը եւ դաշինքի մեջ մտած կուսակցությունները, դա կերևա ապագայում, բայց սա չէի ուզում ձեզ ասել, որտեղ այս ընտրություններին տեղի ունեցել մի ֆենոմեն, դա 30-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրությունների կարգով ազգային ժողովի պատգամավոր է դարձել մի չնախատեսված անձնավորություն, որի եւ կենսագրականն է հետաքրքիր, ուսուցողական, եւ ընտրությունների ընթացքը։ Ես այդ 30-րդ մեծամասնական տեղամասը, ընտրատարածքի տեղամասը ես վերցրել եմ ամբողջությամբ, ձեզ կարդում եմ։ Ուրեմն թիվ 30-ը, սա Վանաձորի տեղամաս է, մոտավորապես 60,000 ընտրաձայն կա գրանցած այդտեղ, մասնակցել են ակտիվորեն, քանի որ այստեղ տեղադրված եղել 5 թեկնածու։ Տեղամասեր կան, որտեղ 1-2 թեկնածու է։ Այստեղ 5 թեկնածու է եւ հանկարծ Մարուկյան Էդմոնդ Հրաչիկի անկուսակցական անցել է բոլորին հաղթելով։ Մասնակիցները մնացած 4-ը Դալլակյան Վիկտոր Երվանդի, Հայաստանի Հանրապետության Հանրապետական կուսակցություն 9271 ձայն հավաքել։ Դուք դրան ճանաչում եք Վիկտոր Դալլակյանին, ճանաչված է եղել 10 տարուց ավել նախ խորհրդարանում անընդհատ ընտրվել է այս կամ այն կուսակցության հետ մերձենալով տեսակ, բայց հանկարծ դուրս մնաց այս մարմնից։ Թորոսյան Զոհրաբ Վազգենի ՀՅԴ-ն հավաքել է 5272 ձայն եւ դուրս է մնացել։ Մանուկյան Աշոտ Սարգսի ՀԱԿ-ը 3501 ձայն, սա էլ է դուրս մնացել։ Սահակյան Գառնիկ Բենիկի Ժառանգություն 2394 ձայն եւ Մարուկյան Էդմոնդ Հրաչիկի, որը որ դες ասացի հաղթել է 11679 ձայն։ Հետաքրքիր է ով է նա 31 տարեկան իրավաբանական կրթությունով, ըստ որում կրթությունը եւ վերապատրաստումը անցկացրել է բանակում ծառայել է հայկական, Եվրոպայում ուսուցանել է, Ամերիկայում վերապատրաստվել է, վերադարձել է Վանաձոր եւ աշխատել է մարդու իրավունքների իրավական դաշտում եւ հավաքել է բնակիչների համակրանքը։ Սա իր մեջ պարադոքս է պարունակում։ Այս անձնավորությունը հայ անձնավորությունը հանկարծ դուրս է եկել երկրի սահմաններից, մխրճվել է գլոբալիզացիայի օջախները, Եվրոմիության, Միացյալ Նահանգների կրթական համակարգերը, հետ է վերադարձել եւ հավանաբար միակ մարդն է այս 20 տարվա պատմության մեջ, որ իրավունք ունի համաշխարհային ծրագրերի դեմ հակաքայլեր կամ վերլուծական մոտեցումներ ցուցաբերելու, որովհետև նա սովորել է այդ ամենը, արդեն նրա համար կիրառական է, նա զինված է ամեն ինչով, այն, որը պետք է ձեռք բերեր մեր կառավարությունը ժամանակի ընթացքում, որտեղ մենք գիտենք Հայաստանի վրա տարբեր կողմերից ճնշումներ կան, թե Ղարաբաղի հարցում,
թե ժողովրդավարության, թե մարդու իրավունքների, թե միասեռականների, թե աղանդավորների, թե կրթության եւ այլն, այս բոլոր ճնշումները ուղղված են ազգայնական հռչակելու այս փոքրիկ հանրապետությունները, Հայաստանի Հանրապետությունը եւ նրա վզից բռնելով քաշել ուր որ ուզեն։ Այս իրադրության մեջ հանկած իրենց դաշտից, իրենց ուսումնական կենտրոններից գալիս է մեկը, որը Հայաստանի բնակիչ է, Վանաձորցի, անցնելով, կրթվելով, դաստիարակվելով, ամեն ինչ իմանալով եւ մոտենում է օրենսդիր իշխանությանը, ազգային ժողովին։ Սա արդեն լուրջ հայտ է ներկայացնում, որ խորհրդարանը արդեն դատար գլխով մարդկանց տեղ չէ, այնտեղ կա մեկը, հանձինս Էդմոնի, որի հետ պիտի առաջինը հաշվի նստեն իր ընկերները ազգային ժողովի եւ կուսակցությունները, որովհետեւ այնտեղ հայտնվում է Եվրոպայի արևմուտքի դբրոց անցած ներկայացուցիչը, ոչ թե ինչ որ եվրոպական ինչ որ խմբակցության մի կոտոշավոր, որը գալիս գնում է ինչ որ ցուցմունքներ է տալիս, այլ մի հայ մարդ, որի հիմնական նպատակն է իր ժողովրդի, իր պետության շահելը։ Այստեղ շատ հետաքրքիր բախումներ են սպասվում, նորություններ են սպասվում։ Մենք արդեն հասկանում ենք, որ իդեմս այս պատգամավորի ժողովուրդը հնարավորություն ունի պատնեշել անցանկալի միջամտությունները արտասահմանյան ուժերի կողմից։ Իսկ ինչպես պիտի պատնեշի, այդ միայն կարող է այս պատգամավորը, որովհետև գիտի այն, ինչ որ նրանք գիտեն, եւ կարող է անել այն, ինչ որ նրանք չեն կարող անել։ Օրենքի սահմանները, որտեղ իրավաբանական կրթությունն է նաև։ Ուրեմն այս պատգամավորը հիմա իր քաշով մեկ ոսկու գինար։ Ինչպես է անցել հանկարծ ճեղքելով ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ժառանգության պատնեշները 30-րդ տեղամասում։ Իհարկե սա լրիվ իր մաքրության, ազնվության եւ ժողովրդի վստահության խնդիր է։ Ուրեմն դուրս է գալիս, որ եթե ժողովուրդը չկաշառվի, չխաբվի եւ լինի մարդը, որին ժողովուրդը ճանաչում եւ վստահում է, կարելի է հայկական պետությունը դարձնել օրինակելի, օրինաց երկիր, այն ինչ որ Արտուր Բաղդասարյանը գրել է ճակատին, մի հատ էլ քամակին է գրել ու մտել է պարլամենտ։ Օրինաց երկիրը Արտուր Բաղդասարյանը չի, այլ մարդ, որը գալիս է այս ճանապարհով։ Հետաքրքիր անձնավորություն։ Այս անձնավորությունը արդեն պահպանման եւ խնամքի ամենօրյա ուշադրության կարիք ունի, հատկապես վանաձորցիների կողմից եւ հատկապես ամբողջ հայ ժողովրդի կողմից, որովհետեւ եթե սա եղավ առաջինը, հետո գկա երկրորդը, հետո գկա 4, 5, 10, 20, 30 եւ ազգային ժողովը կունենա այն պատգամավորների կույտը, խումբը, որը կպաշտպանի ամբողջ հայկական պետությունը, սկսած ամենա ներքևում գտնվող մարդուց մինչև ամենավերևը, եւ պետության ամբողջ ուժը կլինի օրենքի կիրառումը երկրում, ճիշտ օրենքի ստեղծումը, կվերանան այս անարխիան, կոռուպցիան, այս տեսակ բաները, սուտ մարդու իրավունքները, սուտ աղանդավորներով ինչ որ մանիպուլյացիաներ անելը, ինչ որ բազմասեռականներով ինչ որ ազատությունների մասին խոսելը, որովհետև այդ բոլորը օրենքի տառի տակ իրենց տեղը կդրվեն, թե ինչ է ազատություն, ինչ է հասարակություն, ինչ է պարտականություն, ինչ է օրենք։ Այս մարդը գին ունի այս օրվա դրության։ Մարուքյան Էդմոն Հրաչիկի։ Կան Հայաստանում նման մարդիկ, չգիտեմ, բայց ես իմ ձեռքում ունեմ մի գիրք, որը պիտի կարդամ ձեզ, այդ մարդուն ես կարծես թե
համակրանք անվան տակ չասեմ, այլ պարզապես նրա հետ զրուցելուց, խոսելուց, առնչվելուց, նրա գիրքը ես ձեզ կարդացել եմ մի անգամ, երբ նա բողոքում էր, թե ինչու հանրային դպրոցներում 4-րդ դասարանից մտցրել են 6-րդ դասարանից, 4-րդ դասարանից, 6-րդ դասարանից մինչև 12-րդ դասարան 10 էր այնտեղ գրած այդ տղերին, կրոնի ուսմունք, որը հայկական պատմություն չի, եկեղեցիների պատմություն։ Սա Հակոբ Սանասարյանն է։ Ուրեմն մենք ունենք Էդմոն Մարուկյան, որ նոր է հայտնվել 31 տարեկան, եւ բավականին փորձ ունեցող Հակոբ Սանասարյանն է։ Հակոբ Սանասարյանը նույն ճանապարհն է անցել։ Եղել է Հայաստանի Հանրապետության ծննդյան օրից բնապահպանության խմբի ղեկավարը եւ կանաչների միություն, բնապահպանություն, պայքար հանքերի համար, բնության համար եւ այլն, բայց առավելությունը նա է եղել, որ մոտիկից առնչվել է եւ եվրոպական կանաչների հետ, արևմուտքի կապույտների հետ, նրանց ղեկավարների հետ խոսել է, պայքարել է, քննադատել է, այսինքն բռնել է նրանց կոկորդից, որ Հայաստանի նկատմամբ այդ բնապահպանական օրենքների տակ այլ երևույթներ են կատարվում։ Եվ հիմա Հակոբ Սանասարյանի հետ էլ արտասահմանյան ուժերը դժվարություն կունենան նույնիսկ զրուցել այդ հարցով։ Այսինքն երկու մարդ Հայաստանում արդեն կան, որոնց վրա կարելի է հենվել։ Ինչու՞, որովհետև տեղեկություն ունեն, մասնագետ են, տեղեկություն ունեն, ինֆորմացված են այն խնդիրների շուրջը, որի մեջ գտնվել են, այն վառարանից են գալի, որտեղ թրջվել են, անտեղյակ, ինչ-որ հիմնադրամներից սնվենք, ինչ-որ գործեր անենք ի վնաս հայության, ինչ-որ հանրային դպրոցներում նրանց թելադրանքով ինչ-որ բաներ անենք։ Հիմա եթե մի մարդ էլ հայտնվի կրթական համակարգում, որը այս երկուսին նման է լինի, մի մարդ էլ հայտնվի, ասենք, բանկային համակարգում կամ տնտեսության մեջ, որ միանգամից մեջտեղ բերի, որ արտասահմանյան բանկերը, որոնք կոչված են Հայաստանում ներդրումները խրախուսելու, հանկարծ քայքայիչ գործունեություն են անում, ֆինանսավորելով միայն առևտուրը, ներկրումը, ապրանքների առևտրական, միայն Հայաստան։ Եվ այս բոլորը իմի բերելով, կարծեք թե կամաց կառաջանա մի թիմ գիտակ հայերից, որը պայքարի մեջ կմտնի արդեն։ Ժողովուրդը հանգիստ շունչ կքաշի, որովհետև սա հրաշեական թիմի մնացորդներ չեն։ Սրանք արդեն նոր սերունդ է, նոր մարդիկ են, փորձված մարդիկ, որոնք մեջտեղ գկան եւ հույսը կորցնել պետք չի։ Միայն մնում է հիշել, որ ընտրությունների ժամանակ այդ 25,000-ը, 5,000-ը, 50,000 դրամը ինչ-որ գումարներ է տալիս, դա հուսահատության արդյունք է, որ դուք հանկարծ այդքանով ձայն եք տալիս մի մարդու, որը որ ձեզ չի սպառնում, այլ համոզում ասենք, խնդրում է, որ իրան ընտրեք, բայց կա նաև սպառնացող տեսակը, եւ սպառնացող տեսակը այս ընտրությունների այս ընտրությունների ընթացքում 2.5 միլիոն գրանցված ընտրաձայներ հայտնված Հայաստանում, հանկարծ այնտեղ մի պարտադրանք է հնչել, եթե այս պատգամավորին չընտրես, գործից կազատվես։ Եվ այս պարտադրանքը ամբողջ հանրապետությունում տարածվել է այն կուսակցություն կողմից, որը մեծամասնություն է կազմում ազգային ժողովում։ Ուրեմն տեսեք, սա այսպես է իր դիրքը օգտագործել։ Այն մյուսները կաշառքով են փորձել իրենց դիրքերը ամրանան, այսինքն եթե իրանց դեմ պարտադրանք չկա, պիտի փողով մեջտեղ դուրս գան։ Եվ այսպես այս ամբողջ ընտրությունները շաղախված են մի հատ թանձր մածուցիկ բանով։ Միակ երևույթը Էդմոնդ Մարուկյանն է,
որը կարելի է ադամանտի նման դնել ես ընտրած զանգվածի վրա, ասել ես էլ քեզ 1000 կառատանոց։ Իհարկե նրանք ցանկանում են հաջողություն, եթե իհարկե հանկարծ ես ինչ որ ասում եմ, ուշադրություն չվերցնի իր վրա կենտրոնական հանձնաժողովը եւ ընտրությունները չեղյալ համարի, որովհետեւ դրա մեջ է նաեւ Էդմոն Մարուկյանը, ուրեմն ամբողջ ընտրությունները հնարավոր է որ ասեն չեղյալ ենք համարում, նորից ենք սկսում, եթե հանկարծ երիտասարդ Մարուկյանը ազգային ժողովում սկսի արդեն նրանց նման չէ գործի չգալ կնոպկան ընկերը սեղմի, այլ ինչ որ խոսում են արդեն ամբիոնից, հանձնաժողովների ինչ որ ներկայացնում են, առաջի պատվիրատուն եւ քննադատողը կամ վերլուծողը էս Էդմոն Մարուկյանն է լինելու։ Արդեն պատգամավոր կա ազգային ժողովում, որին պիտի հաղթահարեն նրանք, որոնք մինչև այսօր ժողովրդին ձեռ են առել։ Ուրեմն մտածեք այդ մասին։ Բայց ես պիտի Հակոբ Սանասարյանին վերադառնամ, որովհետև իմ ձեռքում է նրա հետազոտությունները շատ արժեքավոր են, որովհետև նա լինելով այդ կաթսաների մեջ 30x30 տեսնելով ամբողջը եւ բնապահպանական հարաբերություններով եւ կանաչների եւ այլ տեսակ հիմնադրամների մարդկանց պաշտոնյաների, որոնք առնչվել են, նա գիրք է գրել, որի վերնագիրը դրել է համակարգված դավադրություն։ Սա պատկերացրեք, շատ լուրջ գիրք է, եթե այդ ամենից հետո նա ոչ թե գիրք է, այլ ահազանգ է սա։ Սա գիրք է, որով որ պիտի դաստիարակվի սերունդը, որովհետև այս գիրքը իմանալով նա պիտի անցնի երկրորդ տասնամյակ մտնի, առանց այս բոլորը իմանալու, որը համակարգել է հենց Սանասարյանը համակարգված դավադրության դեմ։ Ես սկսեմ կարդալ։ Սա երկար կտևի, բայց ես նրանից չեմ հուսատվի, ձեզ էլ կոչ եմ անում, որովհետև այս գիրքը չկա, որ դուք կարդաք, ուշադրությամբ լսեք։ Ես կփորձեմ հասկանալի ձևով կարդալ, կարծում եմ բարդ չի լինի։ Ուրեմն Սանասարյան համակարգված դավադրություն տպագրված է 2011 թվին 174 էջ։ Ուսումնասիրության մեջ վերլուծվում են դրամաշնորհների, վարկերի, կայուն զարգացում հայեցակարգի, միջազգային դաշնագրերի եւ ազդեցիկ այլ լծակների միջոցով պետությունների իրավական համակարգը եւ կյանքի ընթացքը համաշխարհային միակենտրոն կառավարման հարմարեցնելու միտումները։ Նախաբան Խորհրդային Միության բնակչությունը գրեթե զրկված էր արտաքին աշխարհի հետ առնչվելու հնարավորությունից եւ հիմնականում լուռ հակակրանք ուներ այդ հասարակարգի նկատմամբ։ Մարդկանց մեծամասնության պատկերացման մեջ բարու եւ արդարության երաշխիքը համարվում էին Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները, իսկ չարիքն ու բռնությունը վերագրում էին միայն բոլշևիկյան հասարակարգին։ Սակայն նրա փլուզումից հետո, երբ հնարավոր դարձավ առնչվել արդարության եւ բարու խորհրդանիշ կարծեցյալ այդ երկրների բարքերին, ապա այս անգամ էլ սրանց էր վերագրվում մարդու իրավունքների ոտնահարման, ընտանիքի եւ պետության հիմքերը քայքայող գաղափարների տարածման, ազգամերժ անհատի եւ կրավորական ու բարոյազուրկ հասարակության ձևավորման, սոցիալական անարդարության եւ անհեթեթ պատերազմների մեղքը։ Բայց կարճ ժամանակ անց շատերը հասկացան, որ դարձյալ արկա է մոլորությունը, քանզի համամոլորակային գործընթացները ցույց են տալիս, որ թեպետ այսօրվա զորեղ երկրները մասնակից են աշխարհում վարվող քաղաքականությանը, սակայն հիմնականում կատարողի կարգավիճակով եւ գործիք են այն ուժի ձեռքին, որը ձգտում է սանձել մարդկային միտքը, վերահսկել կառավարել համայն մարդկության մշակույթին, ֆինանսական եւ նյութական գործընթացները եւ ապա ամբողջությամբ տիրանալ երկրագնդին։
Նաև հասկանալի դարձավ, որ այդ ուժն իր նպատակներն իրականացնում էր գլխավոր հենարանների, կրոնական կառույցների և աշխարհում ֆինանսական ու քաղաքական լծակներ ունեցող հեղինակավոր միջազգային կազմակերպությունների միջոցով։ Բնականաբար հարց է ծագում, թե այդ ինչ ուժի մասին է խոսքը, եւ արդյոք չափազանցված չեն նրա կարողությունների ու հնարավորությունների մասին տարածված ու տարածվող լուրերը։ Միմյանց լրացնող ու հաստատող վկայություններն ու առօրյա գործընթացները ցույց են տալիս, որ ավելի քան 2000-ամյակ շարունակ գործում է մի համակարգ, որը ձևավորվել է նույն էթնոսի որոշ ընտանիքների միավորմամբ եւ դարձել համաշխարհային մի յուրօրինակ կառույց, մի դավադիր ուժ։ Այժմ այդ կառույցն արդեն տիրացել է համաշխարհային կապիտալի, տեղեկատվական համակարգերի, նյութատեխնիկական եւ այլ հարստությունների զգալի զանգվածին եւ դարձել աշխարհի գրեթե բոլոր երկրների պարտատերը։ Պարզվում է, որ այդ կառույցի դավադիր ուժի գաղափարախոսությունն ու ծրագիրը, ինչպես նաև դրա իրականացման մեխանիզմներն արտացոլված են Աստվածաշնչում, որտեղ ասում է երկրագունդը իր ամբողջ հարստություններով պատկանում է հրեաներին, բոլոր ժողովուրդները ստորադաս են նրանց, հրեաներին վերապահում է կեղեքել, ստրկացնել, ոչնչացնել օտար ժողովուրդներին եւ տիրանալ նրանց ունեցվածքին։ Ավելի քան 2000 տարի է ինչ ձիցաառասպելներին միաձուլված այս կառույցի ծրագիրը գաղափարախոսությունը որպես կրոնական ուսմունք դոգմա ընդունվել է աշխարհի հարյուրավոր ժողովուրդների կողմից։ Այս կառույցի գաղափարախոսության ծրագրի եւ գործունեության մասին էլ կխոսվի ստորև շարադրանքում։ Առաջաբան համաշխարհային ֆինանսների եւ նյութական կարողությունների ահռելի զանգվածը փոքրաթիվ մարդկանց պատկանելու փաստն արդեն անվիճելի է։ Օրինակ ՄԱԿ-ի 1996 թվականի զարգացման ծրագիր զեկույցի տվյալներով 358 միլիարդատեր կլանային ընտանիքների եկամուտը դոլարային հաշվարկով գերազանցում է երկրագնդի բնակչության 45%-ի եկամուտներին։ 1909 թվականին հավանաբար այդ ընտանիքներն է նկատի ունեցել Վալտեր Ռատենաուն, ասելով, թե միմյանց ճանաչող 300 ընտանիք կանխորոշում են եվրոպական տնտեսության ճակատագիրը եւ հենց իրենցից էլ ժառանգորդներ են ընտրում։ Հենրի Ֆորդը New York Times թերթում հայտարարել է 1925 թվականին, թե հսկողության տակ վերցրած սեփական շահի համար պատերազմներ ստեղծող 50 առավել հարուստ ֆինանսիստ հրեաների եւ պատերազմ վերցրեք, ոչ թե ուրեմն հսկողության տակ վերցրեք, New York Times-ում գրում է Հենրի Ֆորդը, հսկողության տակ վերցրեք սեփական շահի համար պատերազմներ ստեղծող 50 առավել հարուստ ֆինանսիստ հրեաների եւ պատերազմները կվերանան։ Սույն խնդրի առնչությամբ Նյու Յորքի քաղաքապետ Ջոն Խայլանը 1922 թվականի մարտի 26-ին իր ճառում ասել է. «Մեր պետության իրական սպառնալիքը անտեսանելի կառավարությունն է, որը հսկա ծովահրեշի նման իր շոշափուկներն է տարածում մեր քաղաքի, մեր նահանգի, մեր ազգի վրա։ Այդ ծովահրեշին գլխավորում է բանկիրային տների մի փոքր խումբ, որը սովորաբար կոչվում է միջազգային բանկիրներ։ Այդ մի փոքր խումբը իր եսասիրական նպատակով իրականում ղեկավարում է մեր կառավարությունը։ Համամարտկային ունեցվածքի զգալի զանգվածը, սեփականած դավադիր ուժի առանձին հանգույցները, հիմնականում միմյանց արյունակից ընտանիքները, սովորաբար մարդկությանը ներկայանում են միջազգային, համաշխարհային կազմակերպություններ եւ այլ անուններով։ Կարելի է ենթադրել, որ այդպիսի գործելակերպը պայմանավորված է նրանով, որ դավադիր ուժի պարագլուխներն անցյալի փորձից գիտեն, որ իրենց կործանարար ու մարդակուլ ծրագիրը տարբեր ժողովուրդների մեջ կարող է արմատավորվել եւ իրականանալ միայն այնպիսի անունների քողի տակ, որոնք հասարակության մեջ հավատ են ներշնչում։
իսկ օրինակ միջազգային կազմակերպություն անվանումը մեծ մասամբ դեռ ընկալվում է իբրև բոլոր ազգերի նախաձեռնությամբ ստեղծված եւ նրանց շահերից բխող մի առաքելություն։ Օգտվելով մարդկանց մեջ կարծրացած այս թյուրիմացությունից ու թյուրըմբռնումից համայն մարդկության կառավարման ղեկն իր ձեռքը վերցնելու նպատակ հետապնդող դավադիր ուժը միջազգային կազմակերպությունների միջոցով աշխարհի երկրներին բացահայտորեն թելադրում է այնպիսի դրույթներ ու չափանիշներ, որոնք բխում են իր իսկ շահերից եւ հակասում մարդկության շահերին։ Եթե ոչ այդ ուժի, ապա ում շահերից են բխում օրինակ ազգային պետությունների դերի թուլացման, պետական կառավարման համակարգի ապակենտրոնացման, կառավարություններին տնտեսական գործունեությունից զրկելու, պետական ունեցվածքի վաճառքի, մահապատժի վերացման պարտադրանքը, ինչպես նաև միասեռականության, թմրամոլության, պոռնկության խրախուսումը կամ վարկային քաղաքականությամբ իրականացվող ակնհայտ մահարշավը, փաստորեն սակավաթիվ մարդկանց գերհարստանալու եւ ուրիշներին իշխելու, իսկ մարդկության մեծամասնության համար աղքատանալու եւ ստրկանալու պայմաններ են ստեղծվում, նաեւ հանցագործների համար ապահովում են իրենց իսկ ձեռնատու պայմաններ, ինչպես նաեւ անհրաժեշտ բուժման կարիք ունեցողներին, այսինքն բնական վարք ու բարքից շեղվածներին փորձում են համարել նորմալ մարդիկ եւ ըստ էության խրախուսում են նրանց քանակի մեծացումը, այսինքն պետական համակարգի անդամալուծում, հանցագործությունների օրինականացում, արատավոր հասարակության գերկայունության հաստատում, պարզ է, որ այդպիսի իրավիճակը նշված կառույց ուժի համար երանելի պայմաններ է ստեղծում իր ծրագիրն ի կատարածելու գործում։ Այդ ուժը տվյալ պահին հասարակական ընկալմանը համապատասխան մարդկությանը ներկայանում է այլ եւ այլ ձևերով, օգտագործելով սուրբ գաղափարներ եւ ժամանակահունչ եզրեր, տերմիններ, եւ այն ժամանակ, երբ բացահայտվում է շահարկվող գաղափարի տակ քողարկված բուն դավադիր նպատակը, նշված ուժը շրջանառության մեջ է դնում լուսավոր ապագա խոստացող, բայց իրականում քայքայիչ եւ ավերիչ նպատակներ հետապնդող նորանոր գաղափարներ։ Այստեղ որպես օրինակ կարող են ծառայել ժամանակին շրջանառության մեջ դրված հուդայաքրիստոնեությունը, նրանից մոտ 2000 տարի հետո կոմունիզմի, իսկ մեր օրերում կայուն զարգացում հայեցակարգի գաղափարախոսությունները։ Նշված ուժը իր զազրելի նպատակին հասնելու ճանապարհին հետևողականորեն քայքայում ու ոչնչացնում է մարդու կյանքն ապահովող բոլոր համակարգերն ու հենարանները, գլխավորապես մարդուն օտարում է հենց իրենից ու բնությունից, համաշխարհային նոր կարգեր, օրակարգ 21, կայուն զարգացում, միասնական եկեղեցի, համաշխարհային եկեղեցի եւ այլ առաջին հայացքից ոչինչ չասող, սակայն նպատակայնորեն ստեղծված հորինված գաղափարների քողի տակ փաստորեն իրականացնում է ազգային պետության, ընտանիքի, ազգային լեզվի, ազգային մշակույթի, գիտության, ազգային կրթության, ազգային ինքնագիտակցության, ազգային արժանապատվության, ոգու, ազգային հավատքի քայքայում ու ոչնչացում, գլխավորապես թիրախ ընտրված երկրներում բացահայտորեն կասեցվում է գիտությունը, արդյունաբերության, գյուղատնտեսության զարգացումը, մարդու բարեկեցության ուղղված գիտատեխնիկական նորույթների ներդրումը, որի հետևանքով նաև քայքայվում ու ավերում է բնական համակարգերը, մարդու կյանքի հենարանները, մի խոսքով պայմաններ են ստեղծվում աղքատության ու սովի խորացման, բնակչության թվի նվազեցման եւ ամենագլխավորը այդ գործընթացների անշրջելիության համար։ Միաժամանակ գթասրտորեն ճակերտավոր խոշորածավալ ֆինանսներ, դրամաշնորհներ, մարդասիրական օգնություններ, վարկեր են տրամադրվում պատերազմի, սովի, աղքատության, անապատացման, թմրամոլության եւ այլ վտանգավոր երևույթների դեմ իբրև թե պայքարի համար, երբ համաշխարհային ծավալուն գործողությունները
թույլ են տալիս ենթադրել, որ նշված աղետալի գործընթացները եռում պահելու և դրանց հետևանքների վերացման և կանխարգելման համար անհրաժեշտ ֆինանսական հոսքերը կառավարվում են նույն կառույցի կողմից։ Աղաղակող փաստերի համադրումից պարզ երևում է, որ իրոք գոյություն ունի կուռ ռազմավարությամբ, ծրագիր, մեթոդ, ֆինանս, հրահանգ կատարող գործող մի ուժ, որը ձգտում է տիրանալ աշխարհին և այն ղեկավարել մեկ կենտրոնից։ Այլ հարց է, թե ինչպես հավատալ դիվային նպատակներ ունեցող և առասպելական թվացող այդպիսի ուժի գոյությանը, և այդ հարցում ինչն է խանգարում մարդուն ըմբռնելու իրողությունը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։ Քննարկվող խնդիրն ընկալելու ճանապարհը շատերիս համար եղել է բարդ ու հակասական։ Հայտնի է, որ Հայաստանում այդ խնդիրը համարյա չի արծարծվում և ընդհանրապես հասարակության մեջ չի գիտակցվում։ Ռուսաստանում ապրած մի քանի տարիների ընթացքում խնդրին առնչվող յուրաքանչյուր տեղեկություն կանխավ մերժում էի, այն համարելով իբրև պետական անվտանգության ծառայությունների հորինած և բնակչության շրջանում տարածված բանսարկություն։ Անհավանական, ծիծաղելի է անհետեթ թվացող այդ տեղեկություններն իմ մեջ ցավի զգացում էին առաջացնում։ Մտածում էի. տես, թե բոլշևիկյան գործիչներն ինչ նողկալի մեթոդ են ընտրել տաղանդավոր, ազնիվ ու արդարամիտ հրեա ժողովրդին վարկաբեկելու համար։ Նկարագրվածից մոտ 25 տարի անց հասկանալի դարձավ, որ քննարկվող խնդրում իմ պատկերացումները հիմնազուրկ են եղել, և այստեղ իր դերն է կատարել նպատակայնորեն հորինված գաղափարների հետևողական քարոզչությունը։ Տվյալ խնդիրը նորովի ըմբռնելու գործում վճռորոշ նշանակություն ունեցավ այն պատահական դիպվածը, երբ փաստաթուղթ փնտրելիս թղթակույտում ուշադրությունս գրավեց տարիներ առաջ Աստվածաշնչից դուրս գրված հետևյալ տողերը. «Ինքն իր մեռածը բնավ մի ուտեք, զանիկա քու դռներդ եկող պանդուխտին տուր, որպիսի ուտե, կամ օտարազգիիմը ծախե, քանզի դուն քո Տեր Աստծոյդ սուրբ ժողովուրդն ես»։ Բ. Օրինաց 14:21։ Այսինքն, անմաքուր ու վտանգավոր սնունդը կարելի է վաճառել օտար ազգերին, և քրեորեն հետապնդվող այդ չարագործությունը ներկայացնել որպես Աստծո պատգամ, նրա շնչից բխած և դարեր շարունակ մնալ անպատիժ։ Այստեղ առկա է նաև ուշագրավ մեկ այլ դրույթ. պարզվում է Եհովա Աստվածն ունի իր եզակի սրբությունը, որը ոչ այլ ինչ է, քան այդ նույն Եհովա Աստծո պատգամով աշխարհի բոլոր ժողովուրդներին ոչնչացնելու և նրանց ունեցվածքին տիրանալու մոլուսկով տարված մի էթնոս։ Աստվածաշնչային քննվող դրույթից պարզորոշ հասկացվում է, որ համայն մարդկությունը երկու դասի է բաժանված, ըստ այնմ հրեա ժողովուրդը համարվում է ընտրյալ ու լիարժեք, իսկ մյուս ժողովուրդները երկրորդական և ապրելու ոչ արժանի։ Նույն գաղափարախոսությունն ամրագրված է նաև Աստվածաշնչից բխող Թալմուդում, հրեաների օրենքների և կանոնների սուրբ գրքում։ Այստեղ օրինակ ասվում է. այն ամենը, ինչ անհրաժեշտ է հրեային ծիսակատարության համար, օրինակ, վերոհիշյալ ծոպերը և այլն, իրավունք ունի պատրաստել միայն հրեան, այլ ոչ ակումը, ոչ հրեան, օտար ժողովրդի ներկայացուցիչը, քանի որ դրանք պետք է պատրաստվեն մարդու կողմից, քանզի ակումները հրեաների կողմից չպետք է մարդ համարվեն։ Կադիշ աղոթքը, որը սկսվում է հետևյալ բառերով. «Ինո գադալ վեյովոսկադաշ», թույլատրվում է կատարել այնտեղ, ուր առնվազն 10 հրեա գտնվում են միասին, և դա պետք է ընթանա այնպես, որ ոչ մի անմաքուր իր, օրինակ, թրիկ կամ ակում, նրանց միմյանցից չբաժանի։ Եթե ինչ-որ տեղ ժանտախտ է հայտնվում, որի պատճառով շատ մարդիկ, այսինքն հրեաներ, համաճարակի զոհ են դառնում, ապա առողջ հրեաները պետք է հավաքվեն սինագոգում և առանց ուտելու և խմելու աղոթեն ամբողջ օրը,
որպեսզի Եհովան խղճա նրանց եւ ժանտախտից ազատի։ Իսկ երբ ժանտախտը հայտնվում է անասունների մեջ, ապա այդպես վարվել պետք չէ, բացառությամբ այն դեպքերից, երբ ժանտախտը հայտնվել է խոզերի մեջ, քանզի նրանց ներքին օրգանները նման են մարդկանց ներքին օրգաններին, ինչպես նաև երբ ժանտախտը հայտնվում է ակումբների մեջ, քանի որ նրանց մարմնակազմությունը նմանվում է մարդկայինի։ Климов Божий народ, лекции по высшей социологии. Краснодар 1999 թիվ, страница 328-332։ Այստեղ քննելի խնդիր չէ, այն թե հрьяաներին ինչ հիվանդագին գաղափարներ է պարտադրում Թալմուդը, քանզի դրանք ներազգային օգտագործման համար գրված օրենքներ ու կանոններ են, եւ ապա Թալմուդը դարեր շարունակ գաղտնի է պահել եւ օտար ազգերին մատչելի է դարձել միայն վերջին դարերում։ Այն էլ դրա մի փոքր մասը եւ ամենագլխավորը։ Թալմուդը ոչ միայն ընդունելի չէ, օրինակ քրիստոնյաների համար, այլև դրա բովանդակությանը ծանոթ անձինք Թալմուդ անունը լսելիս տագնապ են ապրում, սակայն այլ է Աստվածաշնչի խնդիրը։ Հрьяաների սուրբ գիրքը, հին կտակարանը սուրբ գիրք է համարվում նաև քրիստոնյա ժողովուրդների համար։ Օրինակ Աստվածաշնչի երկրորդ օրինացից վերը բերված ազգայնամոլական եւ մարդատյաց գաղափարներ պարունակող քաղվածքը ընդունելի եւ պաշտելի է հрьяաների, հուդայականների եւ թե քրիստոնյա ժողովուրդների համար։ Հուդայականների համար այն ընդունելի ու պաշտելի է, քանզի բխում է իրենց հрьяաների շահից եւ կրոնական դոգմա է, իսկ քրիստոնյաների համար ընդունելի եւ պաշտելի է, քանզի հակասում է իրենց քրիստոնյաների շահերի, բայց կրոնական դոգմա է, ողբերգական զավեշտ, սակայն այստեղ զարմանալու ոչինչ չկա, քանի որ քրիստոնյա ժողովուրդներն արդեն դարեր շարունակ քննարկող խնդրում համառորեն մերժում են տրամաբանությունը եւ փաստորեն դարձել են հրեականության, հուդայականության լծկաններ։ Հрьяաների եւ քրիստոնյաների սուրբ գրքից Աստվածաշնչից բերենք նաև աստվածային ներկայացվող հետևյալ դոգմաները, որոնք հрьяաների հետ մեկտեղ ընդունում ու պաշտում են նաև քրիստոնյա ժողովուրդները։ Ահա Իսրայելին, հрья ժողովրդին ուղված Եհովա Աստծու պատգամ պարտադրանքներից մի քանիսը։ Եվ դու պիտի սպառես այն բոլոր ազգերը, որոնք քու Տեր Աստվածդ քու ձեռքդ պիտի տա։ Քու աչքդ անոնց պետք չէ խնայե, զանոնք պետք չէ մեկեն հացցնես, որպիսի դաշտին գազանները չշատնան։ Անոնց անունները երկնքի տակ են ոչնչացուր։ Բ օրինաց 7:16-24։ Օտարներու որդիները քու պարիսպներդ պիտի շինեն, ու անոնց թագավորները քեզի ծառայություն պիտի անեն։ Քու դռները միշտ բաց պիտի լան, ցերեկ ու գիշեր պիտի չգոցվին, որպեսզի քեզի կրեն ազգերուն ստացվածքը, քանզի այն ազգն ու թագավորությունը, որ քեզի չեն ծառայեր, պիտի կորսվին եւ բոլորովին պիտի կործանին։ Քեզի նեղություն տվողներին տղակները ծռելով քեզի պիտի գան։ Բոլոր քեզ անարգողները քու ոտքերուդ գարշապարներուն երկրպագություն պիտի ինեն։ Քեզ Տիրոջ քաղաքը Իսրայելի Սուրբին Սիոնը պիտի անվանեն։ Քեզ հավիտենական փառք ու ազգ տևող ուրախություն պիտի ենեն։ Ազգերում կաթը պիտի ծծես, թագավորներում ստինքը պիտի ծծես։ Եսայի 60:10-16։ Այսօր քու անունիդ վախն ու սոսկումը բոլոր երկնքի տակ եղող ազգերուն վրա պիտի դնեմ, այնպես որ քու համբավդ լսողները քու երեսեդ պիտի դողան ու տագնապեն։ Օրինաց 2:25։ Երբ քու Տեր Աստվածդ քեզ տանե այն երկիրը, որուն համար քո հայրերուդ երթում ըրավ,
որ քեզի մեծ ու գեղեցիկ քաղաքներ տա, որոնք դուն շինած չես, եւ ամեն տեսակ բարիքներով լեցված տուներ, որոնք դուն լեցուցած չես, ու փորված ջրհորներ, որոնք դուն փորած չես, այգիներ ու ձիթենիներ, որոնք դուն տնկած չես։ Օրինաց 6:10-11։ Ու երբ քու Տեր Աստվածդ զանոնք ազգերը, քո ձեռքդ տա, զանոնք զարկ ու բոլորովին կորսցուր, անոնց հետ ուխտ մի ներ, եւ անոնց մի ողորմիր, ոչ ալ անոնց հետ խնամություն ըրե, քո աղջիկդ անոր տղուն մի տար, եւ անոր աղջիկը քու տղուդ մի առներ։ Օրինաց 7:2-3։ Ահա այս ժողովուրդը մատակ այռուծի պես պիտի ելլե, եւ այռուծի պես պիտի բարձրանա ու պիտի չպարկի, մինչեւ որ որսը չուտե ու սպանվածներուն այրունը չխմե։ Թվոց 23:24։ Ինչպես տեսնում եք, կողմնակալություն, բռնություն, շովինիզմ, անմեղ մարդկանց սպանություն, ազգերի եւ մշակույթի ոչնչացում, քարոզող աստվածաշնչային կոչված պատգամները, մարդկանց երևակայության մեջ ձևավորված աստվածային բնույթի, բարության եւ արդարության հետ ոչ միայն որևէ կապ չունեն, այլ պարզապես դիվային նպատակներ ունեցող անողոք ու անգութ հրամաններ ու կարգադրություններ են, այն էլ կրոնական դոգմաներ դարձած, եւ ամենաողբերգական եւ զարմանալին, քրիստոնյա ժողովուրդները ոչ միայն սիրով լսում են հին կտակարանի քարոզներին, այլև ջանասիրաբար իրենք են կարդում, սերտում հենց իրենց համար ստեղծված այդ մահվան գաղափարախոսությունը եւ ջերմեռանդորեն դրանով ղեկավարվում։ Այս խնդրին ծանոթ մարդիկ հաճախ տարակուսատ հարցնում են, թե մարդկության մի հսկայական զանգվածը հիմա քրիստոնյա ժողովուրդներն ինչու են ակնհայտ առասպել հեքիաթների վրա հիմնած եւ դրանց հետ միաձուլված դավադիր ուժի գաղափարախոսությունն ընդունում որպես անառարկելի ճշմարտություն եւ դրանով ղեկավարում, ինչու չեն նկատում, որ այստեղ իրենց համար ստրկության ու մահ է քարոզվում եւ ինչն է պատճառը, որ հարյուրամյակներ շարունակ հրեահուդայական հեղինակների կողմից նպատակայնորեն ստեղծված այդ գաղափարախոսությունը պահպանում է իր կենսունակությունը եւ հակահարվածի չի արժանանում։ Արկախված հարցերից է նաեւ այն, որ եթե նախկինում այդ խնդրի ընկալումը դժվար է եղել մեծամասնության անգրագիտության եւ գիտության ոչ զարգացածության, ինչպես նաեւ տեղեկություն ստանալու սահմանափակության պատճառով, ապա այսօր համատարած գրագիտության եւ զարգացած գիտության տեխնիկայի դարում ինչու խնդիրը լրջությամբ չի ընկալվում եւ մահասփյուռ այս գործընթացը չի կասեցվում։ Այս գաղափարախոսության թյուրըմբռնման խնդրում հավանաբար կարևորագույն աշխատանք է կատարում այն, որ դավադիր ծրագիրը կյանքի կոչողներից թերևս ամենագլխավորները հուդայա քրիստոնեական եկեղեցիների հայրերը հետևողական քարոզչության, պարտադրանքի, բռնության եւ այլ միջոցներով կարողացել են մարդկանց մեջ ձևավորել աշխարհի կեղծ պատկերի ստերեոտիպը, որը դարերի ընթացքում աստիճանաբար կարծրանալով դարձել է համարյա անշրջելի եւ կանխորոշում է նրանց մտածելակերպը, հետեւաբար եւ վարքագիծը։ Դավադիր ուժի թակարդն ընկած միլիոնավոր մարդիկ արդեն առանց այդ ուժի միջամտության նշված կեղծ աշխարհընկալումը որպես մեծագույն մի արժեք եւ սրբություն շարունակաբար ներարկում են իրենց սերունդների հենց օրորոցից, այսինքն վերարտադրում են իրենց կյանքը մերժող, սակայն դավադիր ուժի ծրագրի իրականացման համար կամակատար զինվորներ։ Այստեղ անվարան կարելի ասել, որ այս մարդկանց դարձրել են ընտանի, իսկ մարդկանց ընտանի դարձնելու տեխնոլոգիան եւ մեթոդաբանությունը մարդկությանը հայտնի է վաղնջական ժամանակներից։ Օրինակ, մարդկանց իրական կյանքից շեղելու, ընտանի դարձնելու մղձավանջային պատկերը նկարագրված է աշխարհահռչակ փիլիսոփա Պլատոնի քարանձավի խորհրդանիշը աշխատությունում, որտեղ ներկայացված է
իրական կյանքից մեկուսացված եւ կեղծ գաղափարներով, ստերեոտիպերով կառավարող մարդկային մի հանրույթ, որը անփոխարինելի բարիք է համարում իրեն բաժին հասած ողորմելի եւ դժբախտ կյանքի պայմանները։ Դավադիր ուժի բացահայտմանը խոչընդոտ է նաեւ այն, որ քրիստոնյաներիս կարելի ասել պլատոնյան, սոկրատեսյան յուրահատուկ քարանձավի բնակիչներիս համար այնքան էլ ցանկալի չէ եւ նույնիսկ ամոթաբեր է մեզ բաժին հասած դժբախտությունը հուդայականության ղեկավարվելը, խորությամբ քննելն ու անկեղծորեն արտահայտվելը։ Գուցե նաև անպատճառով, որպիսի չմասսայականացվի մեր դարավոր կարճատեսությունն ու անմտությունը։ Մյուս կողմից քննարկող խնդրում վճռորոշ դեր է կատարում նաև այն, որ ժառանգաբար փոխանցվող հիշողությունը, իրական տեղեկությունների պակասի եւ նպատակայնորեն մատուցվող կեղծ տեղեկատվության պատճառով թերմբռնելի ու թյուրըմբռնելի են դառնում ժամանակակից գործընթացները։ Օրինակ, չնայած մարդկության անցած ուղին լեցուն է անարդարության եւ այլունահեղության օրինակներով, երբ որոշ էթնոսներ ձգտել են մյուսների նկատմամբ գերիշխանության հասնել, բայց ընդհանուր առմամբ ազգերի միջև եղել է ու կա փոխըմբռնում, իսկ երբեմն էլ բարեսիրտ վերաբերմունք, ինչպես նաև նրանցից յուրաքանչյուրը հիմնականում ձգտել ու ձգտում է արարման ու մրցակցության ճանապարհով հասնել արժանապատիվ կյանքի։ Այսպիսի հարաբերություններում ձևավորված բարոյական ու էթիկական չափանիշներն են պատճառներից մեկն այն բանի, որ այսօրվա մարդը հիմնականում պատրաստ չէ հավատալու մարդկության ավանդույթներին, խորթ եւ մարդկությանը թշնամի ուժի գոյությանը։ Առավել ևս, որ այդ ուժի կազմած ծրագիրն առասպելի կամ բացարձակ անիրականալի ուտոպիայի տպավորություն է թողնում։ Բացի սրանից, այս խնդրում ծանրակշիռ դեր ունեն քարոզչական եւ այլ մեթոդներով պատիժներ, հասարակությունից օտարում, անձի հոգեկանի վրա ճնշում գործադրելու զանազան ձևեր։ Մարդու մտածելակերպն ու վարքագիծը ծրագրավորված եւ կառավարելի դարձնելու խնդրում արդեն արկա ձեռքբերումները, որոնք եւ լայնորեն կիրառվում են։ Ողբերգական զավեշտ հարյուրամյակներ առաջ համարյա համատարած անգրագիտության պայմաններում նշված կառույցը կարողացել է օտար ժողովուրդներին ստրկացնելու եւ ոչնչացնելու գաղափարախոսությունը քարոզել հենց այդ ժողովուրդներին եւ անասելի հաջողության է հասել։ Իսկ այժմ էլ համարյա համատարած գրագիտության պայմաններում օգտագործելով համամարտկային գիտատեխնիկական նվաճումները կարողանում է նույնը կատարել արդեն ուսյալ համարվողների նկատմամբ, այսինքն նա կարողանում է ուղեղների լվացմամբ իր ենթակայության տակ պահել իր նպատակներին ծառայեցնել թե անգրագետներին եւ թե ուսյալներին։ Հազարամյակների հետևողական աշխատանքի արդյունքում ավերիչ ուժին հաջողվել է մարդկանց զգալի զանգվածի մտածելակերպում հոգեբանական պատնեշ կառուցել եւ իր կամակատարը դարձնել։ Դա արդյունք է այն բանի, որ Աստվածաշնչի հեղինակներն ուրիշ ժողովուրդներին բնաջնջելու եւ նրանց հարստություններին տիրանալու ծրագիրը, ինչպես նաեւ հրեաների բացառիկությունը ներկայացրել են հուդայականության սուրբ գրքում հին կտակարանում եւ որպես կրոնական դոգմա պարտադրել հրեաներին, ինչը նրանց մեջ ձևավորել է արտոնյալ տիրակալի հոգեբանություն։ Ազգայնամոլ հրեա հեղինակները գրել են նաեւ նոր կտակարանը, որի հիմքում դրել են հեզությունը, աղքատությունը, աշխատանքի մերժումը, կուսությունը եւ մատուցել պարտադրել են ուրիշ ժողովուրդների, ինչը քրիստոնյաների մեջ ձևավորել է զիջողի, մահը փափագողի, ստրուկի հոգեբանություն։
Սրանով ավարտենք այսօրվա ընթերցումը, վաղը կշարունակենք։